դեռևս դպրոց չգնալու տարիներից ես արդեն սկսել եմ օգնել տատիկ-պապիկին, պահել եմ խոզ, գով։ Որոնք էին ձեր երազանքները այն տարիներին։ Աշխատասենյակում այդպես սեղանի վրա մոտավորապես այս բարձրության բոլորը փաստաթղթեր էին։ Ինձ այդ տնտեսական, փաստաթղթային եւ ֆինանսական աշխարհը գրավեց առաջին անգամ հենց այդ ժամանակ։ Ճանաչած երևի թե միակ մարդն եք, ով այդքան զբաղվածության, հանդիպումների, աշխատանքի հետ մեկտեղ նաև շարունակում եք մինչ օրս գիրք կարդալ։ Ես եղել եմ բոլոր այսպես կողմերում, եւ որպես հողագործի, եւ որպես անասնապահի, եւ որպես վարձու աշխատողի, եւ որպես գործատուի, եւ որպես հանրային գործիչ։ Վստահեցնում եմ, ցանկացած հաջողություն գրանցող մարդ պլանավորում է իր ժամանակի եւ իր կյանքը։ Հիմա քո գործատուին ասա գիտեք, սա այն սահմանն է, հանուն որի ես աշխատում եմ եւ դուք ինձ վարձատրում եք X գումար։ Սա նորմալ է։ Մենք այստեղ որևէ խնդիր միմյանց հետ չունենք։ Ես ավելացնում եմ իմ կատարողականը, սրա համար ես պահանջում եմ X երկրորդ չափի նաեւ ավելացում աշխատավարձի։ Ինչպես մարդը կարողանա բացի այդ օրվա հացի խնդիրը լուծելուց նաև իր հետագան պլանավորել։ Մարդը նա չէր այն ժամանակով դուրս էր գալիս եւ փողոցում բարձր ձայնով հայհոյում էր, ավելի շատ էր կռիվների մեջ մտնում եւ այլն եւ այլն։ Այլ նա էր, ով որ ծնողներին շատ ավելի քիչ էր նեղություն տալիս։ Ինչն է խանգարում, որպեսզի նպատակը իրականանա։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Այստեղ կգտնեք նաև Դուբայի հայտնի շոկոլադներից։ Հասցեներ Վաղարշյան 18 և Կոմիտասի 60 կոտորակ 2։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին տնտեսագետ, իրավաբան, հասարակական գործիչ Նայիրի Սարգսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, քանի որ դուք նաև հանրային դեմք եք, բացի մասնագիտական հարցերից, ուզում եմ հարցնել, թե ինչպիսին է եղել ձեր կյանքի ճանապարհը։ Եթե մի քանի բառով նկարագրեք։ Ոնց էր բոլորի մոտ երևի։ Պայքար, նպատակադրումներ, նպատակին հասնել։ Շատ այդպես ինչպես բոլորին էլ էին։ Ես տեղյակ եմ, որ դուք Տավուշի մարզի Դովեղ համայնքից եք ու մինչև Երևան տեղափոխվելը, մինչև ուսանողական տարիները այնտեղ եք ապրել։ Ինչ է տվել գյուղը ձեզ եւ ինչպիսին է եղել այնտեղի կյանքը մինչ Երևան տեղափոխվելը։ Տվել է դաստիարակություն, կրթություն։ Ես ծնվել, մեծացել եմ Դովեղ գյուղում, աշխատել եմ հողի հետ, աշխատել եմ Դովեղ գյուղում, դաստիարակվել եմ եւ կարելի է ասել այդ ուղեղի ծալքավորությունը հենց ապահովել է Դովեղ գյուղը։ Միջավայրը, ռելիեֆը, մարդիկ, իմ գեները տվել է այն ամեն ինչի մեկնարկը, ինչը որ իմ մեջ կա այսօր։ Ինչպիսին է միջավայրը։ Միջավայրը շատ դրական, շատ ազնիվ հավանաբար, որովհետև ազնվության երևի թե կարելի է գերադրական աստիճանը նույնիսկ ասել, միմյանց փոխօգնությամբ, միմյանց հանդեպ բարի տրամադրված, գյուղը կարելի է դիտարկել մեծ ընտանիք նույնիսկ։ Բոլորը միմյանց ճանաչում են, բոլորը միմյանց օգնում են, բոլորը մեկը մյուսի ցավով տառապում է, մեկը մյուսի հաջողությունով ուրախանում է։ Այսօր է։ Նույնիսկ այսօր, այո, շատ լավն է գյուղը։ Երևի ռելիեֆը եւ այդ փոքրությունը վերացում գյուղին որպես ընտանիքի։ Ես չեմ հիշում իմ ծննդավայրից մեկ մարդ, որից ես որևէ բան սովորած չլինեմ, որից խորհուրդ ստացած չլինեմ։ Մասնավորապես ավագները, ում հետ որ ես շփվում էի, ընդ որում իմ կյանքի ճանապարհին ավագներից շատ եմ շփվել։ Թե հողագործության ժամանակ, թե գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, կլինի դա անասնապահություն, բուսաբուծություն, բոլոր այդպիսի գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ գրեթե բոլորի հետ ես ունեցել եմ շփում։ Բոլորից ստացել եմ խորհուրդ եւ բոլորի ուրախությունը տեսել եմ իմ հաջողության ճանապարհին։
Դուք եք զբաղվում հողագործությամբ, անասնապահությամբ։ Նույնիսկ դեռևս դպրոց չգնալու տարիներից ես արդեն սկսել եմ օգնել տատիկ-պապիկին, պահել եմ խոզ, գով, այնուհետև մեծանալուն զուգահեռ ես հիշում եմ, երբ որ պապիկիս հետ նույնիսկ հերթափոխություն ենք կազմակերպում գյուղատնտեսական աշխատանքների։ Պապիկս եղել է մեր գյուղի բուժկետի վարիչը իմ դպրոց գնալու ժամանակի ընթացքում, այսինքն այդ 9-ից մինչև 1:30 ընկած ժամանակահատվածում ինքն էր զբաղվում այդպես տնային աշխատանքներով, մինչև որ ես դասից հետո էի վերադառնում, այնուհետև փոխարինում ինքը գնում էր աշխատանքի, ես գնում էի աշխատանքներ կատարելու։ Շատ լավ հիշում եմ, որ գրքերս այդպես պայուսակի մեջ դրած գնում էի անտառ, այգի եւ այդպես իհարկե շուտ մահացավ պապիկը, սկզբնական շրջանում երևի մինչև 5-րդ դասարան պապիկին էի փոխարինում, այն հետո տատիկին էի փոխարինում, այսպես մենք միմյանց հետ կազմել էինք գրաֆիկ, շտսահուն աշխատում էինք միասին։ Հիմա հաճախ եք գնում գյուղ։ Ցավոք սրտի ոչ։ Իսկ այդ գնում եք, ինչ զգացողություններ են լինում եւ ինչ է տալիս ձեզ այսօր գյուղը, գյուղական միջավայրը եւ այն միջավայրը, որտեղ որ մեծացել եք։ Հանգստություն է տալիս եւ կարելի ասել տարիքի մեծացման հետ գյուղ գնալու ցանկությունը կամ վերադառնալու ցանկությունը շատ ավելի է ավելանում։ Ու կարծում եմ կգա մի ժամանակ, երբ որ նույնիսկ դեռևս չծերացած եւ վերջնականապես հնարավոր է վերադառնամ գյուղ։ Գյուղը ինձ տալիս է իմ մանկությունը, համն ու հոտը, նույնիսկ կերակուրի համն ու հոտը այնտեղ այլ է։ Ինձ տալիս է իմ հիշողությունները, կապում է իմ արմատներին եւ բնականաբար առաջին իսկ այդպես պատե առիթով, երբ ժամանակը ներում է, ես իհարկե ցանկություն ունեմ գյուղ գնալու։ Ցավոք սրտի վերջին նամանավանդ վերջին տարիներին շատ քիչ է պատահում։ Զբաղվածությունն է պատճառը։ Զբաղվածությունն է պատճառը, վերջին ժամանակահատվածում նույնիսկ գյուղ գնացել եմ այդպես գործնական այցերով, բայց իհարկե գործնական այցերը այնպես եմ փոխկապակցում կամ գրաֆիկա այնպես եմ կազմակերպում, որ այո կարողանամ նաև լինեմ գյուղում։ Որոնք էին ձեր երազանքները այն տարիներին, երբ որ գիրք եք կարդում, ձեր ասած հերթափոխային աշխատանքի ժամանակ կատարվել են թե չէ, որոնք են եղել։ Երազում էի դառնալ տնտեսագետ։ Մի անգամ ես մայրիկիս հետ գնացել եմ իմ ուրեղբոր քեռու աշխատասենյակ, աշխատում էր բանկում, չեմ հիշում այդ ժամանակ կառավարիչ էր թե տեղակալ, այդպես շատ փաստաթղթեր էին այն ժամանակ, դա եղել է մոտավորապես 30 տարի առաջ։ Այն ժամանակ դեռևս չկար այսքան էլեկտրոնայնացված համակարգ, թվայնացված չէր ոչինչ բան, ամեն ինչ փաստաթղթեր էր։ Եվ աշխատասենյակում այդպես սեղանի վրա մոտավորապես այս բարձրության բոլորը փաստաթղթեր էին։ Ինձ այդ տնտեսական, փաստաթղթային եւ ֆինանսական աշխարհը գրավեց առաջին անգամ հենց այդ ժամանակ։ Ու հենց այդ ժամանակ որոշեցի դառնալ տնտեսագետ։ Իհարկե այն ժամանակ դա ոչ թե նպատակ էր, այլ երազանք, եւ իհարկե ես այսպես եմ երազանքներին վերաբերվում։ Եթե երազանքներին ժամկետ ենք սահմանում, ապա ինքը դառնում է նպատակ, իսկ նպատակների հետևից հետևողական գնալու դեպքում նպատակը չի կարող չիրականանալ։ Հետևաբար այն ժամանակ տնտեսագետ դառնալը երազանք էր եւ այո կարող եմ ասել, որ կատարվել է։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ։ Մոտավորապես 7 կամ 8 տարեկան։ Այսինքն դպրոցի հենց սկզբից որոշել եմ իմ ապագա մասնագիտությունը։ Խոսեցիք գիրք կարդալուց, դուք իմ ճանաչած երևի թե միակ մարդն եք, ով այդքան զբաղվածության, հանդիպումների, աշխատանքի հետ մեկտեղ նաև շարունակում եք մինչ օրս գիրք կարդալ։ Ինչպես եք ժամանակը կառավարում, ինչ է տալիս ձեզ գիրք կարդալը եւ թողել եք ինչ-որ շրջան, թե ամեն դեպքում անկախ զբաղվածությունից, անկախ ամեն ինչից կարևորում եք դա ու միշտ փորձում եք կարդալ։ Չեմ հիշում որևէ ժամանակահատված, որ կարդացած չլինեմ, կարող է այո պարբերականություն այդպես լինել 15 օր մեկ ամիս ժամանակահատված, բայց չեմ սիրում, չեմ կարող այդպես տարեկան կտրվածքով, նաև մասնագիտությունից ելնելով ինձ համար, քանի որ ժամանակահատվածը տարին է, այսինքն կարելի է տարվա թեկուզ 6 ամիսը բաց թողնել ինչ-որ աշխատանք, այնուամենայնիվ տարվա ավարտին, տարին ամփոփելուց ինքդ քեզ հաշվետվություն տալու ժամանակ հաշվետու ես լինում
հասցրեցիր աշխատանքներդ կատարել, թե չէ։ Այսինքն, եթե վերցնում ենք որպես ինքս ինձ հաշվետու ժամանակաշրջան 1 տարին, ապա տարվա կտրվածքով կարելի ասել բաստողում երբևէ չեմ ունեցել։ Հասցնելը բարդ է իհարկե, շատ բարդ է, բայց ժամանակը սիրում է վերահսկել։ Եթե յուրաքանչյուր մարդ տարվա սկզբին ամանորյա այդպես թողուբոյից հետո, երբ որ ինքը իր տարեկան պլանավորում իրականացնում է, ընդ որում դրա համար շատ ժամանակահատված հարկավոր չէ։ Կարծում եմ 1-2 օր բավարար է պլանավորում իրականացնելու համար։ Հետևողականորեն շարժվում է ըստ պլանի, ապա կարծում եմ ամեն բան կարելի է հասցնել։ Այսինքն տարեսկզբին գրել, պլանավորել տարին, ինչ ես ուզում այս տարվա ընթացքում, ինչ ես հասնելու, ինչպիսին է լինելու տարվա ավարտը ու գնալ ըստ այդ պլանի։ Տեսեք, ես ինչպես եմ անում։ Ես ինձ համար ունեմ Excel շիթեր, որոնք ընդ որում բազմազբաղությունը հենց ավելի շատ վերահսկվում է այդ ֆայլի միջոցով։ Գիտության մեջ ինչ եմ ցանկանում ավելացնել, հանրային կյանքում, հասարակական քաղաքական կյանքում ինչ եմ պլանավորում, բիզնես կյանքում ինչ եմ պլանավորում, երևի թե ամենատուժվող հատվածը անձնական կյանքն է, որտեղ ոչ մի բան չեմ հասցնում պլանավորել։ Մնացած ամեն ինչը պլանավորած այդպես վերջին 10 տարիների ընթացքում չեմ հիշում դեպք, որ տարեվերջյան ինքս իմ հաշվետվության ժամանակ այդպես իրական շեղումներ տված լինեմ։ Ինչքանով է կարևոր հենց ժամանակը պլանավորել ու կառավարել, որովհետև շատ հաճախ մենք ժամանակը անցկացնում ենք հեռախոսի մեջ ինչ-որ ռիլեր, վիդեոներ թերթելով ու հետո նկատում ենք այ կես ժամը անցավ, 1 ժամ անցավ։ Գիտեք, դա էլ է պարտադիր, որովհետև նամանավանդ հանրային կյանքում, հանրային կյանքի անցուդարձին տեղյակ չլինելը իհարկե շատ կդժվարացնի աշխատանքը։ Բայց պետք չէ ապրել դրանով։ Եկեք հասարակությանը բաժանենք 2 հատվածի՝ հաջողություններ գրանցող եւ չգրանցող։ Վստահեցնում եմ, ցանկացած հաջողություն գրանցող մարդ պլանավորում է իր ժամանակը եւ իր կյանքը։ Եթե չպլանավորի, ինքը անհաջողակների շարքին է դասվում։ Եվ շատ են հաճախ մարդիկ այ ունենում են իրենցից դժգոհություններ, ինչու չհասցրեցի, դուք շատ հաճախ նույնիսկ հանդիպած կլինեք, ես ինքս շատ եմ հանդիպել մարդկանց, ովքեր ասում են ամբողջ օր աշխատում ենք, չենք հասցնում եւ այլն, դա բացառապես գալիս է պլանավորումից։ Եթե պայմանականորեն մարդ աշխատանքը սկսում է ժամը 9-ին, եթե պլանավորի, որ օրինակ 9-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում ինքը կատարում է իր օրվա պլանավորած աշխատանքը, ապա մնացած հաջորդը բացեմ եւ վստահեցնում եմ չկա այդպիսի աշխատանք, որ մարդ չկարողանա օպտիմալացնել եւ շատ արագ կատարի։ Դա վերաբերվում է բիզնես աշխարհին, վարձու աշխատողներին, հասարակական քաղաքական գործիչներին, գիտությամբ զբաղվողներին, բոլորին է վերաբերվում։ Հետևաբար ճիշտ պլանավորել, հետևողական գնալ դեպի նպատակ, այստեղ ժամանակի կառավարումը վստահաբար բերում է հաջողության։ Վերադառնանք Դովեղ, ավարտեցիք դպրոցը եւ տեղափոխվեցիք արդեն Երևան։ Այդ շրջանը ինչպիսին էր ձեզ համար, այդ փոփոխությունների ամեն դեպքում ապրել Երևանից բավականին հեռու եւ մշակութային եւ մնացած առումներով շատ տարբեր է, հետո գալ Երևան ու արդեն ուսանող, ինքնուրույն ավելի ինքնուրույն կյանք։ Ինչպես այդ անցումը տեղի ունեցավ եւ հաղորդման սկզբում նշեցիք, որ ձեր կյանքի ճանապարհը անցել է ինչպես բոլորին է դժվարություններով, նպատակներով, դրանց հասնելով եւ մնացածով։ Դժվարություններ, ինչպիսի դժվարություններ են եղել, որոնք մինչ այս պահը տպավորված են ձեզ մոտ, որոնք բարբերաբար հիշում եք եւ ինչպես եք հաղթահարել այդ դժվարությունները։ Դժվարությունները սկսված տեղափոխման դժվարություններից, որովհետեւ դժվար է մի միջավայրից, ընդ որում քեզ հաճելի միջավայրից տեղափոխվես մի վայր, որտեղ որ կարելի ասել մարդ չես ճանաչում, բարքերը, սովորույթները, պահվածքը, խոսքը, վերաբերմունքը, անտարբերությունը, դե բնական է դա նաեւ շատ ավելի մեծ բնակավայրերում, կլինի գյուղ, քաղաք, թե մեգապոլիս, որքան մեծ, այնքան անտարբերությունը շատ ավելի շատ։ Դրանք բոլորը բնականաբար հասցնում են ստրեսի, իհարկե կարոտ, գյուղի, ընտանիքի, ծնողների հանդեպ, այդ ժամանակ հիշում եմ նույնիսկ ամսվա մեջ 2 անգամ էի այցելում,
այսինքն որպեսզի կարողանամ բավարարեմ այդ ցանկությունները։ Դժվարությունները սկսվեցին այդտեղից, այնուհետև շատ հաճախ վարձով բնակարանի փնտրտուքներ, քո ֆինանսական միջոցներին համապատասխան, որովհետև շատ կային նաև առաջարկներ, որը որ չէր համապատասխանում իմ ֆինանսական միջոցներին։ Հետևաբար պետք էր գտնել այնպիսի տեղ, որտեղ ես կարողանայի ամբողջ ամսվա ընթացքը ապրել։ Այնուհետև արդեն նոր միջավայրում սկսում է նոր կապեր, նոր շրջապատ, իհարկե գնալ երազանքի ու նպատակի հետևից, կարելի ասել առաջին 1 տարվանից հետո արդեն ամեն բան հաղթահարված է։ Իհարկե կան դեռևս դժվարություններ, որովհետև նաև որքան մոտենում է համալսարանի ավարտման ժամկետը, արդեն այլ նպատակադրումներ, այլ խնդիրներ, միշտ բոլորն են, չի ասում ուսանողության տարիները ամենաանհոգ տարիներն են եւ ամենահաճելի տարիներն են։ Այո, իր բարդությունների հետ ինքը ամենահաճելին եւ ամենաանհոգն են, բայց որքան այդպես կուրսը բարձրանում է, այնքան գալիս է հաջորդ մտահոգությունը։ Արդյոք աշխատանքի շուկայում ես կարող եմ գտնել այն առաջարկը, որը ես եմ պահանջում, արդյոք դա հնարավոր կլինի, թե հնարավոր չի լինի, եւ այսպես մտահոգությունները անընդհատ սկսում են նոր դժվարություններ առաջացնել։ Ուսանողական տարիներին աշխատել եք, թե ես ինքս քանի որ նաև օգնել եմ ավելի փոքր տարիքում իմ տատիկ-պապիկին, այնուհետև իմ ծնողներին, ես գիտեմ ինչքան բարդ եւ դժվար է փող աշխատելը գյուղում եւ նաև հասկանում էի ընտանեկան ծախսերը արդեն բաժանվում էր երկու մասի, այսինքն գյուղում անհրաժեշտ գումարը իրենց ապրելու համար, որոշակի հատկացումներ ինձ տրամադրելու համար եւ այլն, հասկանում էի, որ չի կարող ուղղակի բավարարել։ Ու դրա համար պետք է նաև աշխատել։ Նաև այն ժամանակ իհարկե մարդուց կախված է լինում, բայց նաև նորաձև էր, նորաձև բառն էլ եմ փչացրել, ախր չեմ կարողանում դա ասել։ Նորաձև էր, որ տղամարդիկ իրենց այդպես տղամարդկությունը կարողանան ապացուցել, որովհետև տղամարդը նա չէր այն ժամանակով դուրս էր գալիս եւ փողոցում բարձր ձայնով հայհոյում էր, ավելի շատ էր կռիվների մեջ մտնում եւ այլն եւ այլն, այլ նա էր, ով որ ծնողներին շատ ավելի քիչ էր նեղություն տալիս։ Հետևաբար պետք էր գնալ այդ թվում այդ տղամարդկային կայացման ճանապարհին ծնողական հոգսը թեթևացնելու, ինչու՞ չէ նաև ֆինանսական անկախություն ձեռք բերելու ճանապարհով։ Ես միշտ մինչև այսօր յուրաքանչյուր այդպես ծնողներից հանդիպման ժամանակ ես միշտ իրենց ասում եմ, ես չգիտեմ դուք ինչպես եք վերաբերվել կամ ինչ գիտակցումով եք արել ձեր զավակների համար, վստահ չեմ ես կամ իմ տարիքակիցները ձեր նման զավակներին նվիրված կլինեն, թե ոչ, ինչու, որովհետև նրանք իրենց աշխատածի 100%-ը ներդրում էին իմ կամ իմ քրոջ ուսման ու ապրելու վրա։ Ես չգիտեմ իմ աշխատածի 100%-ը կարող եմ դնել իմ զավակի վրա, թե չէ։ Եթե մենք կանք հասնենք այդ գիտակցմանը, ինչը որ արել են մեր ծնողները, իմ ծնողները ինչը որ արել են, ապա վստահեցնում եմ, որ եւ երկիրը շատ արագ կզարգանա եւ կյանքը շատ ավելի հաճելի կլինի ու բոլորի համար ուրախ կլինի։ Այսինքն գիտակցել, որ ծնողի աշխատած 100% արդյունքը գալիս է քո հետևից, ուղղակի չի կարելի չաշխատել եւ այդ բեռը չթեթևացնել։ Որ արժեքներն են ձեզ համար ամենակարևորը, որ եւ մարդու մեջ եք գնահատում եւ ինքներդ այդ արժեքներով եք պարտադիր շարժում։ Հավատարմություն, ազնվություն, նպատակասլացություն, աշխատասիրություն, շատ են այդ արժեքները։ Ես չեմ կարողանում մի քանի արժեք տարանջատել եւ կենտրոնանալ այդ արժեքների վրա, որովհետեւ շատ դեպքերում արժեքները մեկի մյուսին փոխկապակցված են, հաջորդ դեպքում ունեն այսպես շղթայական կապվածություն, ածանցվում են մեկը մյուսից, մի դեպքում ուղղահայաց են հենց ազդեցությունները, բոլոր այն ազդեցությունները, որ այսպես են, այսինքն մարդուն բնութագրելու համար ես ունեմ հետեւյալ բանաձևը ինձ համար ընտրած հարցերի շարք, ով է մարդը լույս աշխարհ եկած Աստծո կամոք, ով է ինքը ընդհանրապես իր համար, այսինքն առաջնային իր առաքելությունը կամ առաջնային իր կոչումը ինչ է եղել զավակ, հետևաբար ես պետք է նրան գնահատեմ որպես զավակ, ինչպիսին է, արդյոք ունի հարգանք ծնողների հանդեպ, նվիրված է ծնողներին, թե մոռացել է նրանց, թե թողել եւ գնացել ինչ որտեղ աշխատելու եւ նույնիսկ զանգ չի կատարում ծնողներին։ Այնուհետև դուրս է գալիս միջավայր, մանկապարտեզ, դպրոց, համալսարան, հանրային կյանք, այսինքն յուրաքանչյուր այդպիսի էտապում ինչպիսի դրսևորում ունի նա։
ընկերասերա թե ոչ, ընկերոջ այդպես թիկունքին ամուր կանգնած է թե ոչ, վստահելի է թե ոչ, թե յուրաքանչյուր բանի կարող է թիկունքից հարվածել այսպիսի բնութագրիչներով։ Հետո բնականաբար մարդը մեծանալուն զուգահեռ ստանձնում է պատասխանատվություն, ընտանեկան պատասխանատվություն, ինչպիսին է այդ պատասխանատվությունը ինքը ստանձնել։ Դուք շատ կտեսնեք, ես ինքը շատ եմ տեսել մարդիկ, ովքեր որ այդպես նամանավանդ տղամարդկանց պարագայում հետևյալն է, որի մոտ ասում են, ես ինչը լավ տղա է, ասում եմ, այդ իմ բնութագրիչներով ու բանաձևով պետք է անցնի, որովհետև շատ հաճախ լավ տղա ասվածը ընկալվում է փողոցում այդպես ուղիղ կանգնած, մեջքը ձիգ կանգնած, բայց իր տանց սառնանը դատարկ է։ Ես չեմ ընկալում այդպիսի լավ տղա կամ լավ տղամարդ ասվածին։ Այսինքն սա էլ եւս պատասխանատվություն է։ Ինչպիսի պատասխանատվություն այնուհետև հոգևոր առումով, ինչպիսի զավակ է դաստիարակում, վաղը այդ զավակը հարության համար կդառնա չարիք, թե բարիք ստեղծող։ Այնուհետև մարդը ունի այլ առաքելություն, արդեն աշխատանքային միջավայրում, ինչպիսին է դրսևորում, ինչպիսին է հաջորդ մարտահրավերը ստանձնում, արդյոք բարեխղճորեն կատարում է աշխատանքային պարտականությունները, թե ոչ, այն միջավայրում, որ ապրում է, սոցիալական պատասխանատվություն կրում է, թե ոչ։ Պատկերացրեք, ես ապրում եմ Դովեղ գյուղում եւ Դովեղ գյուղում դաստիարակվելով, մեծանալով, սովորելով, ուսում ստանալով եւ այնուհետեւ աշխատում եմ, արդյոք ես իմ միջավայրի հանդեպ ունեմ սոցիալական պատասխանատվություն, արդյոք որ փողոցները բարեկարգված չեն կամ միջավայրը բարեկարգված չէ, ես պատասխանատվություն զգում եմ եւ իմ հնարավորությունների սահմաններում փորձում եմ նաեւ իմ միջավայրը ուղղել։ Այնուհետեւ գալիս է արդեն վերջնականը, դա պետությունն է, երկիրը, որին ես միշտ հայրենիք ու երկիր եմ ասում, այդպես պետության վրա շատ չեմ կենտրոնանում, որովհետև այդ զգացական, զգայական կապը եթե չլինի, պետությունը, այսինքն զուտ իրավական առումով գիտակցումը երբեք չի կարող լինել։ Արդյոք դուք ես համարում ես այդ երկրի մասնիկը, արդյոք դու վերցնում ես քո վրա պատասխանատվություն, թե երկիրը կամ հետո արդեն պետությունը քեզ համար ընդհանրեն դառնում է ժամանցի կազմակերպման կամ կշտանալու, փող աշխատելու վայր, որովհետև ցավոք սրտի նաև հանդիպել եմ այդպիսի մարդկանց, ընդ որում ֆինանսապես բավականին ապահովված, բիզնես աշխարհից, ովքեր որ ասում են, մեզ չի հետաքրքրում այս երկիրը, մենք փող ենք աշխատում, ապրում ենք, կարողանում ենք գնալ ծով հանգստանալ, կարողանում ենք գնալ Դիլիջան, Սևան եւ այլն։ Գիտեք, այս մարդը ինձ մոտ ոչ թե հակակրանքի առաջացնում, այլ միանգամից ես ճշնամաբար եմ տրամադրվում այսպիսի տարբեր մարդկանց հանդեպ։ Հետևաբար, եթե նույնիսկ այն բոլոր այդպես մաղով անցած լինի այդ բանաձևի վերջնակետին հասած լինի եւ վերջնարդյունքում այս պատասխանը ես ստանում եմ, միանգամից ես իրեն դրքավորում եմ որպես թշնամի։ Կանք ավելի շատ ֆինանսական դաշտ, օրորի մարդկանց սոցիալական վիճակը ավելի է բարդանում կապված թանկացումների հետ հիմնականում։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը ստանում է X չափի աշխատավարձ, ու այդ աշխատավարձը հիմնականում շատ փոքր թիվ է կազմում, եթե հաշվի առնենք, թե ծախսերը որքան են մեծացել եւ թեկուզ հենց սառնարանդեցնել է, ինչքան մեծ ծախս է արդեն համարվում։ Ինչպես մարդը կարողանա բացի այդ օրվա հացի խնդիրը լուծելուց, նաեւ իր հետագան պլանավորել, ինչպես ֆինանսական կյանքը պլանավորի եւ դասավորի։ Տեսեք, ցավոք սրտի դուք այնպիսի խորքային հարցի վրա եք կենտրոնանում, ոչ թե ցավոք սրտի շատ լավ է, որ կենտրոնանում եք, բայց ցավոք սրտի ես պետք է կապեմ նաև հանրային եւ քաղաքական կյանքի հետ, որովհետեւ առանց դրա հնարավոր չի։ Մարդկության շատ փոքր տոկոսը ինքը իր հանդեպ ունի պատասխանատվության զգացում։ Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ ինքը իր անձի հանդեպ պատասխանատու չի։ Դա համաշխարհային վիճակագրություն է, միայն Հայաստանում այդպես չի։ Դրա համար առաջանում են խաղամոլության այսպիսի ծավալներ, թմրամոլության այսպիսի ծավալներ, ինչու որովհետև մարդը իր անձի հանդեպ պատասխանատվության զգացում չունի, հենց ունենա չի անելու դա։ Ինչ է նշանակում պատասխանատվության զգացում, այսինքն հասկանա, որ ինքը խաղամոլությունով եւ թմրամոլությունով ոչ միայն կործանում է ինքը իր կյանքը, այլ իր մերձավորների, իր շրջապատի կյանքը, վտանգում է իր ընտանիքի կյանքը, հոդս է ցնդեցնում իր ծնողների երազանքները եւ բնականաբար արդեն համայնքի եւ ամբողջ երկրի վրա դա բացասական ազդեցություն թողնում։ Ինչու եմ կենտրոնանում անձի պատասխանատվության վրա։ Այստեղ մենք կարևոր է ֆիքսենք, որ
յուրաքանչյուր մարդ չէ, որ ինքը իր անձի հանդեպ պատասխանատու է, հետեւաբար առաջին կոչը պետք է անենք պատասխանատվությունը սեփական անձի նկատմամբ։ Այնուհետև պետք է փոխկապակցենք այն միջավայրը, որում նա գտնվում է։ Ինձ համար հեշտ է այս բոլոր փոխկապակցությունները տան, որովհետև ես եղել եմ բոլոր այսպես կողմերում, եւ որպես հողագործի, եւ որպես անասնապահի, եւ որպես վարձու աշխատողի, եւ որպես գործատուի, եւ որպես հանրային գործչի։ Գիտեք, որպեսզի հասցնեն, շատ դեպքերում օրինակ այսպիսի մի հատ պրոյեկտ էինք նախաձեռնում, գծագրում էինք ինչպես իրականացնել, ինչու է որ գործատու աշխատող փոխհարաբերություններում անընդհատ անդունդ է առաջանում։ Աշխատողը միշտ ցանկանում է աշխատածից ավելին ստանալ, գործատուն միշտ ցանկանում է աշխատավարձից պակաս վճարել։ Սա բնական ցանկություն է, այսինքն բնական ցանկությունների դեմ ոչ թե պետք է պայքարել եւ նեղանալ, ասել ինչու է այդպես, չէ, դա այդպես է, սա փաստ է, վերջ։ Հիմա պետք է գնալ լուծման ուղիներով։ Պետք է սկսել, գիտեք, պետությունը պետք է նախաձեռնի այստեղ, որովհետեւ հանրային գործունեությունը բավարար չէ այս խնդիրը լուծելու համար։ Պետք է հետեւյալը լինի։ Գործատուի մոտ սերմանենք այն գիտակցումը, որ աշխատավարձը ազդում է շահութաբերության վրա, այսինքն դու որքան բարձր վարձատրես, դու այնքան ավելի շատ շահույթ կստանաս եւ ոչ թե աշխատավարձ խնայելով։ Քանի որ նաեւ կյանքի աշխատանքի գործունեության բերումով ես շփվել եմ Հայաստանի բիզնեսի մեծամասնության հետ, տեսեք, այս գիտակցումը շատ քչերի մոտ կար։ Նույնիսկ մարդիկ տարեկան բյուջետային պլանավորում իրականացնելուց, իրենց կանխատեսում, շահույթի կանխատեսում իրականացնելու ժամանակ աշխատավարձի կրճատում են պլանավորում կամ չբարձրացնեն, որպեսզի կարողանան շահույթը ավելացնեն։ Այնուհետև, օրինակ շատ դեպքերում որպես խորհրդատու երբ որ հանդես եմ եկել, ես ասել եմ ձեր կյանքը, այսինքն բիզնեսի կյանքը 3 տարի է, ոչ ավելին, որովհետև դուք խնայելով աշխատավարձի վրա, դուք հետագայում բիզնես տանում եք դեպի անկում, 3 տարի հետո իրանք հանդիպել են կամ զանգել են եւ ասել են այո, սխալվել ենք։ Բայց ցավոք սրտի այս սխալը գիտակցում են անձամբ իրենք իրենց վրա կրելով։ Հիմա քանի որ մենք դեպքերը նաեւ գիտեք գաղտնիության սկզբունքներ, մարդու սկզբունքներ գոյություն ունեն եւ չեք կարող դա հրապարակային դարձնել, ընդ որում բիզնեսի անհրաժեշտ ընդհանրապես անթույլատրելի է։ Հետևաբար շատ դեպքերում գործատուն մինչև իր գլխին չի գալիս, ինքը չի գնում, ինքը չի փոխվում։ Հիմա գանք աշխատողի։ Աշխատողների մոտ էլ է սարսափելի իրավիճակը։ Աշխատողն ասում է ես աշխատում եմ, նա հարստանում։ Սա խայտառակ մտածելակերպ է եւ այդ թվում մինչև պետականական մտածելակերպ է։ Աշխատողին թվում է, որ իրան պետք է պարտավորեն բարձր վարձատրեն։ Սեմինարներ որոշակի կազմակերպեցինք, հանդիպումներ իրականացրեցինք, խորհուրդս բացառապես հետևյալն է եղել։ Գծի քո աշխատանքային պարտականությունների սահմանը, մի սպասի գործատուի հրահանգին։ Գծի քո աշխատանքային պարտականությունների սահմանը, դու ինքդ քեզ հաշվետվություն ներկայացրու կատարել ես թե ոչ, պայմանականորեն այդ պարտականությունների սահմանում դու կատարել ես այնքան, որքան որ քո վրա դրված է։ Եվ դու համաձայնվել ես որոշակի աշխատավարձի, ապա դա զրոյական կետը եւ կատարումը դա այն սահմանն է, որ ամեն ինչ մեկը մյուսին արժի։ Այսինքն եւ գործատուն է արդար եւ աշխատողն է արդար։ Ցանկանում ես աշխատավարձի բարձրացում, մի քո գործատուից գնա աշխատավարձի բարձրացում խնդրի։ Պլանավորի ավելին, կատարիր ավելին կամ քո նաեւ մյուս պաշտոնակից աշխատակիցների համեմատվելով գտի այն քո մրցակցային առավելությունը, որը դու ավելին ես տալիս կազմակերպությանը։ Եվ դրանից հետո ոչ թե եղիր խնդրողի դերում, այլ եղիր պահանջատեր։ Գնա քո գործատուին, ասա գիտեք, սա այն սահմանն է, հանուն որի ես աշխատում եմ եւ դուք ինձ վարձատրում եք X գումար։ Սա նորմալ է։ Մենք այստեղ որևէ խնդիր միմյանց հետ չունենք։ Ես ավելացնում եմ իմ կատարողականը, սրա համար ես պահանջում եմ X երկրորդ չափի նաեւ ավելացում աշխատավարձի։ Սա արդեն սկսում է նոր բանակցային փուլը։ Կամ նույն կերպ կարող լինել պաշտոնի բարձրացումը։ Օրինակ, վաճառողից դառնալ սրահի մենեջեր, չգիտեմ, մատուցողից դառնալ ռեստորանի մենեջեր եւ այսպես շարունակ։ Այսինքն որքան խնդիրները աշխատակիցը մարդ ընդհանրապես իր առջև դնի, այնքան նա իր եկամուտները կարող է ավելացնել։ Եվ գալիս է մի փուլ, մենք այդ թվում միմյանց հետ ենք առանց կամերաների զրուցել, գալիս է մի փուլ, որ հեչ պարտադիր չի լինել վարձու աշխատակից։ Այսինքն սա փորձությունն է, ճանապարհն է, որը որ դուք
տալիս եք իհարկե եւ գործատուին եւ իհարկե առաջին շահառուն դուք եք։ Դուք հմտություն եք ձեռք բերում, դուք ձեր աշխարհընկալումը ավելի է լայնանում եւ այո, պետք է նպատակադրել սկսել սեփական բիզնեսը։ Թող լինի միկրո, թող լինի ընտանեկան ձեռնարկատիրություն, բայց սկսեք ձերը։ Եղեք անկախ, եղեք նախաձեռնող, եղեք կազմակերպող։ Միանգամից, գիտեք, միանգամից հնարավոր չի գործանի սեփականատեր դառնալ կամ հյուրանոցային համալիրի սեփականատեր դառնալ։ Բոլորն էլ այդպես աշխատելով գնում կառուցում են, յուրաքանչյուր հարկը կառուցելով են գնում հասնում։ Հիմա եթե այսքան լայնից մենք գալիս ենք արդեն նորից միկրոմիջավայր, այսինքն գործատու աշխատող փոխհարաբերությունների մեջ երկուսն էլ պետք է լինեն ազնիվ, վստահեցնում եմ, եւ գործատուն պետք է շահագրգռված լինի բարձր վարձատրելու, եւ աշխատակիցը պետք է շահագրգռված լինի ավելի շատ աշխատելու։ Ժամանակով չեմ ասում ավելի շատ, արդյունավետ աշխատելու ավելի։ Այս դեպքում խնդիրը կլուծվի։ Հիմա արդեն որ գալիս ենք ֆինանսական միջոցների բավարարմանը, այսինքն առաջնային խնդիրը, եթե ինքդ քո հանդեպ այդ պատասխանատվությունը ստանձնել ես եւ գործդ կատարել ես, սա արդեն լուծման մեկ ուղի։ Երկրորդ ուղին գալիս է քաղաքական միջավայրը, ցավոք սրտի քաղաքական միջավայրը։ Մենք ապրում ենք անորոշությունների աշխարհում։ Անորոշությունների ժամանակահատվածում դժվար է երկարաժամկետ պլանավորում իրականացնել, նամանավանդ ցածր աշխատավարձի պայմաններում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի որպես, եթե ես ստանում եմ X աշխատավարձ, եթե ես գիտեմ, որ իմ կառավարությունը անընդունակ է իմ երկիրը զարգացնելու, հետևաբար ես սկսում եմ ինքս իմ հանդեպ պլանավորում։ Այսինքն, ես մշտապես բացում եմ հարկային դուրիքաչափերի բարձրացումների, որպես քաղաքացի մշտապես բացում եմ վարկային տոկոսների դուրիքաչափերի բարձրացումների, տրանսպորտի սակագնի բարձրացումների, ամենօրյա սննդային ապրանքների ձեռքբերման թանկացումների, վառելիքային թանկացումների եւ այսպես շարունակ, ամեն ինչ եթե անդադ թանկանում է ու հետ եմ գնում, տեսնում եմ իմ աշխատավարձի բարձրացման պարբերականությունը, ես տեսնում եմ, որ մեկը մյուսին չի փոխհատուցում։ Արդեն իսկ իմ մոտ առաջանում է պանիկա։ Պանիկան հանգեցնում է արտագաղթի տրամադրվածության, որովհետեւ դու ինքդ չես կարող գնալ այնպիսի այդպես կանխատեսում անել, որ միջավայրին համարժեք քո եկամուտը կամ եկամտիդ կայունությունը ապահովես, ապա դու սկսում ես արդեն խոսել քո դրսի բարեկամների, ծանոթների, ընկերների հետ։ Արդյոք Ամերիկայում կայուն է թե ոչ, արդյոք Ռուսաստանում կայուն է թե ոչ, արդյոք Գերմանիայում կայուն է թե ոչ, եւ սկսում ես փնտրտուքները։ Մենք ունենք 100,000-ից ավելի, եթե չեմ սխալվում, տարեկան կտրվածքով green card դիմողների քանակ։ Մենք ունենք մոտավորապես 35,000-ից ավելի տարեկան կտրվածքով գնացող մեկնող եւ հետ չվերադարձողների քանակ։ Սրանք ինչի մասին են խոսում, կամ մենք ունենք 15 տարին չլրացած կամ այդ սահմանային տարիքում գտնվող տղա երեխաների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարելու շատ մեծ այդպես բանակ։ Ինչից է սա գալիս։ Վստահաբար գալիս է ապագայի անորոշությունից եւ եկամտի բացակայությունից։ Այս երկու հիմնական պատճառներն են։ Ընդ որում փոխկապակցված։ Մարդիկ գերադասում են գնալ օրինակ Ֆրանսիայում, Գերմանիայում ապօրինի, փախստականի կարգավիճակով առանց որևէ թղթի ապրել, քան մնալ Հայաստանում։ Այո, ցավոք սրտի դա այդպես է։ Հիմա եթե մենք գնում ենք առաջնային եկամտի ավելացման ճանապարհով, արդյոք դրա մասին արդեն խոսեցինք, պետք է աշխատանքի արդյունավետություն բարձրացվի, որպեսզի հնարավոր լինի թեկուզ Հայաստանում ապահովել։ Եթե հիշում ենք նաև, որ մարդկանց մեծամասնությունը ինքը իր անձի հանդեպ պատասխանատու չի, ապա նա չի գնալու իր կատարողականը արդյունավետ դարձնելու ուղով, նա գնալու է արտագաղթի ուղով։ Հետևաբար մեր քաղաքացիներին այդպես որպես խորհուրդ պետք է ասել լինել համբերատար, լինել նախաձեռնող, բայց այդքան էլ այսպես իրենցից կախված չէ, որքան որ ընդհանուր քաղաքական համակարգից, պետական համակարգից, որովհետև դա եթե չվերահսկվի, այնուամենայնիվ չենք կարող ասել, որ եկամուտները կբավարարեն, որովհետև գոյություն ունեն մասնագիտական աշխատանքներ կամ շուկայում շատ ավելի լայն պահանջարկ վայելող եւ արագ զարգացող, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ համեմատաբար աշխատավարձերը ավելի բարձր են։ Ֆինանսական ոլորտը, որտեղ համեմատաբար աշխատավարձերը բարձր են, բայց միջինից բարձր պաշտոնյաների համար են բարձր։ Սպասարկման ոլորտում ինչ որ մի իրավիճակում, երբ որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց, տնտեսության կառուցվածքային փոփոխություններ են լինում, այո, սպասարկման ոլորտում էր բարձր, օրինակ ռեստորանային, հյուրանոցային, սրճարանային ոլորտում որոշակի առումով աշխատավարձերի բարձրացում տեղի ունեցավ։ Բայց մենք ունենք, օրինակ տեսեք, շինարարության ոլորտում, որը վերջին տարիներին
ամենաշատ այսպես զարգացող ու զարգացած ճյուղն էր համարվում, հիմա նոր սկսել է անկումը, շինարարության ոլորտը նույնիսկ չկարողացավ աշխատավարձի ինդեքսացիան ապահովել, այսինքն գնաճին զուգահեռ բարձրացում ապահովի, ինչ արեց։ Միանգամից գտավ այլ ընտրանքը, օրինակ Հնդկաստանից շատ ավելի աշխատուժ ներգրավելու իր աշխատանքում։ Այսինքն տեսեք, մի կողմից գործարարն էլ չի կարողանում, գործատուն էլ չի կարողանում այդ բարձր աշխատավարձի պահանջարկը բավարարել, որովհետև եթե տեսեք, եկեք մենք շինարարության ոլորտում մեզ միաժամանակ դնենք այսպես երկու ընկալումով առաջնորդենք։ Մի կողմից որպես այդ նոր կառուցվող շենքից բնակարան ձեռք բերող եւ մյուս կողմից այդ կառուցվող շենքում աշխատող։ Բնականաբար որպես ձեռք բերող մենք ցանկանում ենք գների սակագների նվազում, որպես աշխատող ակնկալում ենք աշխատավարձի բարձրացում, այսինքն միմյանց հետ այդպես կա հակասություններ որոշակի։ Այս մի պահանջը կատարելու համար գործատուն չի կարողանում այստեղ բարձր աշխատավարձով ապահովել, ասում է լավ, ես քո պահանջը կկատարեմ, էժան գնով քեզ կվաճառեմ, բայց քո փոխարեն արդեն Հնդկաստանից ես կբերեմ պայմանականորեն քո աշխատավարձի կամ նախատեսվող, կանխատեսվող աշխատավարձի կեսը վճարվող գումար։ Եվ այստեղ արդեն առաջանում է խնդիր։ Հետևաբար խորհուրդ դժվար կլինի տալ, կոչ դժվար կլինի անել։ Այսինքն ես շինարարին, ով որ շատ լավ այդպես թեկուզ էլեկտրական գործողություններն է կատարում, հոսանք գծերն է կարողանում քաշել, հաջորդը ջրի խողովակաշարն է կարողանում տեղադրել, ես չեմ կարող այս մարդուն խորհուրդ տալ ինչ անի, որպեսզի ինքը բարձր վարձատրվի։ Ես չեմ կարող ռեստորանային, հյուրանոցային, սուպերմարկետային աշխատակազմին այդպիսի խորհուրդ տալ։ Իմ խորհուրդը, որ այո հնարավոր է անդադ բարձրացնել, դա շատ ավելի մասնագիտական համայնքներին է վերաբերվում։ Մնացածը արդեն փոխկապակցված է աշխատողի ընկալման, պետական քաղաքականության եւ գործատուի տրամադրվածության, այսինքն եռանկյունի է, որը լուծելի խնդիր է։ Բայց որpիսի ես հիմա խոսեմ լուծման ուղիների մասին, արդեն պետք է մեր զրույցը դառնա քաղաքական։ Ինչից մենք խոսափում ենք։ Այո։ Խոսեցիք նաեւ նպատակների սահմանումից, ի՞նչն է խանգարում, որpիսի նպատակը իրականանա։ Ալարկոտությունը, շուտ հիասթափվելը, ոչ համառ լինելը, երևի այդքան։ Այսինքն նպատակի սահմանման պահից մենք պետք է գիտակցում ունենանք, որ դժվարություններ լինելու են, ուղիղից չի լինելու դեպի նպատակ կամ ես գնացի այս հմտությունը սովորեցի, վերջ ես չեմ հասնելու այդ նպատակին։ Պատրաստ լինել երևի թե նաև դժվարությունների ու հստակ իմանալ, որ այդ դժվարությունները լինելու են։ Չեմ վախենա ասել, եթե հեշտ հասնում եք ձեր նպատակին, ապա դա նպատակ չէր։ Չի կարելի դրան նպատակ համարել, որովհետև այդպիսի բան գոյություն չունի աշխարհում։ Մարդու կյանքը ընդհանրապես պայքար է։ Պայքար է ամեն ինչի հետ։ Նույնիսկ ինքը իր հետ պայքարում է։ Հետևաբար նպատակադրել եւ հասնել, գիտեք, եթե նպատակը ուղղակի ինչ որ տեղ տաքսի վարելն է, տաքսի մեքենա վարելն է, ես դա չեմ համարում նպատակ, ես դա համարում եմ օրինակ անհրաժեշտություն ընտանիքի սոցիալական պահանջմունքները բավարարելու համար։ Ապա դա հեշտ է կարելի է դուրս գալ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի ընկերություն եւ ասել, որ ես վարորդ եմ, ունեմ վարորդական վկայական, բարեխիղճ կարող եմ իմ աշխատանք կատարել եւ այո, նա դառնա տաքսու վարորդ։ Բայց ինչի տաքսու վարորդ դառնալ դա նպատակ է։ Նպատակադրել հասնել հաջողությունների, հասնել բարձունքների, այստեղ որևէ մեկը երբևէ չի կարող անխոչնդոտ ճանապարհ անցնել։ Խոչընդոտները բազմաթիվ են, ավելին ասեմ, որքան խոչընդոտները բարդ հաղթահարելի, որքան անկումները շատ ավելի, ապա այդտեղ նպատակին հասնելը երաշխավորված է։ Իմ ճանապարհին համենայն դեպս եղել է այդպեսին։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք գտնվում են իրենց կյանքի ճանապարհի դժվար էտապում։ Չհանձնվել երբեք, պարտադիր է սա։ Եվ երբ որ կանխազգալ արդյունքին հասնելու պահը, տեսեք, լուսաբացից առաջ միշտ ամենամութ ժամանակահատվածն է լինում։ Սա ուղիղ նույն կերպ է տեղի ունենում նպատակին հասնելու ճանապարհին։ Երբ որ արդեն հասել եք մի կետի, որտեղ հուսահատությունն արդեն խեղդում է, որ դուք հասկացել եք, որ անհնար է արդեն կարողանամ ես հասնել վերջնակետին, ապա վստահեցնում եմ, դա արդեն այն ժամանակահատվածն է, որ դուք հասնում եք արդյունքին, բայց այստեղ էլ կա վերջնական խնդիրը։ Երբ են մարդիկ հաջողում, երբ չեն հաջողում։ Չեն հաջողում այն մարդիկ, ովքեր այդ մթության մեջ, այն վերջին կետին հասած պահին
վերջնականապես արդեն ջարդվում են, հոգնում են եւ ասում են այլևս չենք շարունակում։ Եվ հաղթում նպատակին հասնում է այն մարդը, ով որ այս վերջնական փուլն է հաղթահարում։ Շնորհակալ եմ դրության համար։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին տնտեսագետ, իրավաբան, հասարակական գործիչ Նարիրի Սարգսյանն էր։ Բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։